բոլոր նրանք, ովքեր հայտ են ներկայացնում գալ իշխանության, պիտի հասարակությանը տան երաշխիքներ, որ իրենք չեն ուզում գալ ու այդ սուպեր վարչապետության կոստյումը իրենցով անել, ու այս անգամ նոր փորձանք դառնան Հայաստանի Հանրապետության գլխին։ Եվ ձեզ ամենայն անկեղծությամբ ասեմ, ամենալավ մտադրություններ ունեցող մարդն էլ այս սահմանադրությամբ, այս լիազորություններով բան է դառնալու վատ կառավարիչ է, վատ ղեկավար է դառնալ, որտեղ իրեն թույլատրված է լինելու գրեթե ամեն բան եւ չի լինելու պատասխանատվության սահման։ Մինի դիկտատոր, այո, ինչպես Քոչարյանը բնորոշում։ Այո, ինչ այսօր ունի Նիկոլ Փաշինյան, այսինքն ունի անսահմանափակ լիազորություն եւ չունի պատասխանատվություն։ Այսինքն պատասխանատվությունը ցրված է, բայց լիազորությունները միտեղ են կենտրոնացված։ Ես նաեւ պիտի առանձնացնեմ նախագահ Քոչարյանի առաջարկը հակակոռուպցիոն օրինակ մարմինների ընտրության վերաբերյալ, սա շատ կարևոր դիտարկում է, որ ընդդիմությունը պիտի դերակատարում ունենա այդ մասով եւ լավ է, որ իշխանության գալու հայտ ներկայացնող ուժի ղեկավարն է դրա մասին խոսում, նշանակում է իրենք պարտավորություն են վերցնում իրենց վրա, որ Փաշինյանին հեռացնելուց հետո այդ փոփոխությունները պիտի արվեն։